ոչ մի բանի չպետք է վախենանք, որովհետև մեր շարժումը, մեր քայլերը երկիրը ազատագրելու մասին է։ Դուք հիշում եք, ոնց հայ ժողովուրդը կանգնեց, ժամանակին ազատագրեց Ղարաբաղը, մարդիկ գնացին, կյանքները տվեցին նպատակների համար։ Հաշվեք, այսօր կյանք տալու խնդիր չկա, բայց նույն համառությամբ պետք է պայքարենք, հիմա էլ ազատագրենք Հայաստանը։ Եթե չազատագրենք, մեզ կառավարելու են ադրբեջանցիք։ Մարդիկ պետք է դա հասկանան։ Դա իրենց շեֆն է հայտարարում, իսկ մենք տարիներ շարունակ տեսել ենք, ինչ Փաշինյանի շեֆը հայտարարել է, մի քանի ամիս հետո իրագործել է։ Հիմա Մակրոնին խնդրել է, որ Ալիևի հետ խոսի, որ մինչև ընտրությունները ադրբեջանցիք չսկսեն շարժվել Հայաստան։ Բայց դա մինչև ընտրությունների մասին է խոսքը, դրա համար ես ասում եմ, մենք առաջին օրն ենք ընդունելու օրենք, որ ոչ մի հող, ոչ մի սեփականություն ադրբեջանցիք իրավունք չունեն ունենան Հայաստանում։ Դա է մեր գլխավոր խնդիրը։ Մենք չենք կարող կորցնելով Արցախը, կորցնենք հիմա էլ Սյունիքը, կգա կհայտարարի արդեն 5-րդ հանրապետություն, մենք խաղաղ ենք ապրում, ու Սյունիքը դժբախտ դժգույն էր, դրա համար ճանապարհեցին գնաց։ Մենք չունենք դժբախտ եւ դժգույն ոչ մի տարածք,